Ֆրինյուզի եթերում Երևան-Մադրիդ ձևաչափով հերթական միացումն է, Մադրիդից ավանդաբար ինձ կմիանա Գրիգոր Գրիգորյանը։ Բարև Գրիգոր ջան։ Աստծո բարին Գագիկ ջան։ Գրիգոր ջան, շատ անտրամաբանական կլիներ, եթե մենք այսօր զրուցեինք այլ թեմաներից, որովհետև այն ինչ որ տեղի ունեցավ այս անցնող շաբաթվա ընթացքում ուղղակի ֆենոմենալ երևույթ էր, որտեղ այդպիսի գնահատական հնչեցրեցին նաև թե հյուրերը, թե մասնակիցները, թե նույնիսկ երկրում թեկուզ ասենք YouTube-ով կամ հեռուստատեսությամբ դիտողները, քո տպավորությունները կարող ես ասել։ Գագիկ ջան, նախ ջերմ շնորհավորքներս ու շնորհակալություն հայտնում եմ որպես հայ մեր Եվրոպայի, սենց ասեմ, որ հայրենակիցներին, գործընկերներին, բոլորին, որտեղ այս վարագույրի հետևում եղած աշխատանքները ահռելի են, մի քիչ գիտես ոնց, որ արդեն աշներովս տեսնում եք ինչա կատարվում, մի տեսակ գնահատականը այդ աստիճանի չենք զգում, էլի, դրա համար ես ապշեցուցիչ հաջողությունը, ոնց բացատրեմ, հլը չենք հասցրել մի բանի վրա ուրախանալու, թողեմ որ ասպեն Աստված շատ չհամարի, հլը չենք մեկը մեկի հետևից, լուրջ մեկը մյուսի հետևից, այս նորությունների, լավ նորությունների տարափը որ գալիս է, իմիջիայլոց սկսեմ նրանից, որ եթե ռուսական մամուլը իրար անցումա սկսում ընտեղ, ուրեմն դա իմացի նշանակում է, որ ուրեմն մեր մոտ լավ բան կա ինչ-որ։ Ուրեմն շատ ճիշտ ուղու վրա գնում ենք։ Ամեն բոլոր բնագավառներում, սկսած տնտեսական, միջև ամենավերջին ատոմային էներգետիկայից բռնած, միջև կոշիկ կարելու, որ բնագավառը ուզում ես ասա։ Ուրեմն ամեն ինչ հոյակապ գնում է։ Դե բնական է չկա երևի աշխարհում ոչ թե, սենց ասեմ, ոչ թե մի հայ, այլ ժամանակակից աշխարհի մասին է խոսքը, ով կապ ունի հեռուստատեսության ու սոցիալական ցանցերի հետ, որ համաշխարհային նորություն համար առաջինը դե բնական է։ Ինչ որ կատարվեց այս 3 օրը Հայաստանում դա է, որից ասենք շատ ապշեցուցիչ զարմացած են իմ իսպանացի ընկերներն են, դա էլ ասեմ իմանամ, ինձ հարց են տալի, որի պատասխանը մի քանի ժամ պետք է տրամադրես, ասենք հարցը այսպես է, ¿Por qué Armenia? Հենց տենց, ինչու Հայաստանը հենց։ Դե հիմա տարի դու պատկե 7 տարվա պատմություն պետք է պատմեմ, չէ՞ ես, ինչու Հայաստանը ընտրվեց։ Ես էլ որ մի քիչ այն լուսահոգի հորիցս մի քիչ հայերի մասին գլուխ գովալը մնացել է, ասեցի, որ երկար չբացատրեմ, ասում եմ, դե մենք ոչ մի օգտակար հանածո չունենք մեր երկրում, միակ բանը ուղեղն է, ասում եմ, քանի որ կարողանում ենք միայն երիտասարդների ուղեղ արտահանել, երևի Եվրոպան էլ ուշադրություն է դարձնում դրա վրա, գալիս է, էլի, ոչ մեր վարչապետին ասենք գովաբանեն, ոչ էլ տեն, կարճ եմ ասում, վերջը ինչի համար, կես կատա, կես լուրջ, իրոք դե բնական է, հիմա դու պատկերացնում ես, ասենք իսպանացու համար ինքը որ նորմալ քաղաքացին այսօր չեր ուզենա, որ իր երկրում այս ամեն ինչը կատարվեր, չէ՞։ Բնական է, հիմա հարց է տալի, ասում է, ես Հայաստանը ճանաչեցի այն օրվանից, որ ճանաչում եմ Գրիգորին, ասենք, օրինակ։ Ես չեմ էլ իմացել։ Ու արի ոչ տար, ոչ բեր, մեկ էլ այսօր աշխարհի 50 համարյա երկրների, որոնցից ասենք 15-ը առաջատար, կարելի ասել, ղեկավարները գնում են սամիթի այդ երկրում, որի մասին ընդհանրապես չեմ էլ իմացել։ Դե հիմա մտածում եմ, ասում եմ, միշտ Իսպանիայում միած sense ասացված կա, ասում եմ, մտածիր վատը ու ճիշտ կլինես, էլի։ Հիմա մտածում ասում եմ, ասենք դե մի քիչ եվրոպացի այդ հասարակ sense խավը մի քիչ sense մանկամիտ բաներ ունեն, չէ՞, ասենք հաստատ մի բանը նենց են արել, որովհետև իրանց գիտես ինչի համար են շատը զարմանում։ Ասոցացված է Հայաստանը որպես Ռուսաստան, հասկանում ես, ոչ թե Ռուսաստանին ալիադո երկիր, այլ հենց Ռուսաստան, ասենք, ու մի կողմից ինքը նայում է, իրանց հասկանալ է պետք, ինքը մի կողմից նայում է, ասում է, այ մարդ, վրոձիբի մենք Ռուսաստանի դեմ ենք պայքարում, ու այսօր
սանկցիաների դեմ պայքարում ենք ու այսօր դրանից ու ամբողջ մեր կառավարությունը, ասենք Եվրոպայի, ու գնում են Ռուսաստան, ասենք։ Հիմա սա ինչի եմ sense մի քիչ մանրամասը բացատրում, որ ասենք նայ, այս մի գործողությունը, որը որ կատարվեց այս քանի օրը, ես ասենք այս 26 տարիների ընթացքում ուզում եմ ապացուցեմ իմ շրջապատում, որ Հայաստանը դա անկախ պետություն է, Հայաստանը կապ չունի Ռուսաստանի հետ։ Ու արի տես, որ ասենք ինչ է նշանակում ճիշտ քաղաքականություն վարելը։ Արի տես, որ իմ այս 26 տարվա, սենց ասեմ, աշխատանքը երեք օրում արդեն ամեն ինչի պատասխանը տվեց, որ Հայաստանը Ռուսաստան չի, Հայաստանը դա Հայաստանն է, դա սուբյեկտայնություն ունեցող անկախ սուբյեկտիվ երկիր է։ Ու հետո սենց մի բան էլ ասենք Գագիկ ջան, շատ ասում եմ իմ քույրերին, եղբայրներին, իմ գործընկեր եղբայրներին Հայաստանում, որ գիտեք ինչ, սենց մի հատ պահ կա, որ լատարեն, որ շահում է մարդու, մարդկանց 80%-ը դա ապացուցված է, էլի, սոցիալական բաներով, հարցումներով, գլուխները կորցնում են այդ անսպասելիությունից։ Հիմա ստեղ շատ կարևոր բան է, որ մենք հաջողությունից գլուխներս չկորցնենք, Գագիկ ջան։ Հիմա ասես մի բան ասեմ, նա Եվրո խորհուրդը, ասենք առաջարկում ասում ներդրումներ արեք, չէ, Հայաստանում։ Դե բնական է, դրանից լավ գարանտիա ինչ պետք է լինի։ Մարդիկ իրոք մի բան է, եթե ես որպես հայ քեզ առաջարկում եմ, արի գնանք Հայաստանում օրինակի համար եմ ասում, հողը լավն է, բանը, լուսկին տնկենք, լուսկի կաճի, բնությունը։ Մի ուրիշ բան է, երբ որ Եվրո, որտեղ դու ապրում ես, քո երկրի ղեկավարությունն է քեզ առաջարկում այդ բանը, այսինքն գարանտիան մեծանում է, չէ, այդ պահով։ Հիմա հաստատ ներդրումներ կլինեն, էլի, ասենք եվրոպական երկրներից, դե բնական անց պայմանագրեր հիմա խոսալու ընթացքում հիմա սենց ասեմ, մի քիչ կատակով երեք Facebook-ում գրել էի, ասում եմ, բացի Լուվրից ինչ ունի Ֆրանսիայում պայմանագրով տվեց Հայաստանին երեք։ Բա մի 40 րոպե մենակ բանը, թղթապանակների փոխանակումներ, չէ, ասենք, նայում էիր on-line, բանը, բռնած կոշիկի շնորհքի բնագավառից միջև ատոմային էներգետիկա, միջև չգիտեմ, ավիացիա, Airbus-ները, բոլոր բնագավառներում, ում ոչ միայն Ֆրանսիայի հետ։ Դե տեսանք, ասենք, Անգլիա, պատկերացրեք ինչից ենք խոսում։ Անգլիա, մեզ մոտ միշտ ասոցացվել է մեր մոտ, չէ, որ մեծ Բրիտանիան, մեզ թշնամի բառը չասեն, որ անտեսված երկիր են եղել։ Պրո-ադրբեջանական, չգիտեմ։ Իրանց, որովհետև պրո, դե կապված գիտենք, British Petroleum-ի հետ կապված, քիչ խորանան, իրանք դե բնական է, իրանց շահերն են ունեցել, մենք ինչ-որ անտեսված ենք եղել։ Ու այսօր ռազմավարական պայմանագիր ես կապում, նույն հենց հիմա գիտենք որտեղ է գտնվում մեր պաշտպանության նախարարը, վերջը ինչ ասեմ, պտուղները շատ արագ են, էլի իրանց աճում, իրանց արած։ Հիմա ինչի խոսքս կիսատ մնաց, ուզում եմ ասեմ, հաջողությունից գլուխներս չկորցնենք, ավելի պետքա պարտականություն վերցնենք վրագներս, ես ասում եմ որպես քաղաքացի, անձերից, ինձնից բռնած միջև ամենամեր վերջի հնարավորություն ունեցող բիզնեսմենների Հայաստանում, որ այս մի պուճուր մի քիչ ավելի որ մոտիկ լինի քաղաքացուն, հասարակ մահկանացուին, սենց բացատրեմ օրինակը։ Հիմա պատկերացրեք մի հատ բարեկամ ունես, քեզ ուզում է օգնի ինչ-որ մի բանում արտասահմանից, ինչ-որ խանութ է առնում քեզ ու ասում է, հեսա վեկալ ախպերս, այս խանութը ես քեզ դու փոքր իմ ախպերն ես, իմ մոտիկն ես, իմ հարազատն ես, իմ զարմիկն ես, ես քեզ ուզում եմ օգնեմ։ Խանութը առնում է, ապրանքը առնում է, լցնում է, դա չի նշանակում հիմա որ դու դուռը բացեցիր ու սկսելու ես արդեն փող աշխատել, Գագիկ ջան։ Դու պետք է կարողանաս Իհարկե, չարչավ ես, դու պետք է սովորես հաճախորդին նախ առսկզբից բարև ձեզ ասես, պետք է սովորես ոնց անես, որ որտեղից հետագայում ապրանքը ավելի ինքնարժեքը պետք է դու իմանաս այդ ապրանքի, որ իմանաս ինչ գնով ծախես։ Հիմա ասենք, բան չանեմ, մարքեթինգի դասընթաց չտամ, ուզում ասեմ, ամեն ինչի մեջ աշխատանք է, պետք սառը գլխով։ Հիմա ուզում եմ ասեմ, այդ ներդրումները որ եկան Գագիկ ջան, չի նշանակում, որ հիմա մենք մյուս տարի դառնալու ենք Սինգապուր կամ Արաբական Էմիրատներ, այսինքն բոլոր հայերս հարուստ ենք լինելու։
Դրան արդեն պետքա գնահատել այդ հաջողությունը ու դրա հետ համամիտ, դրա հետ համատեղ, ասենք սենց ասեմ, եթե ես ուզում եմ, էլի ամեն ինչը ինչից խոսան գնալու է դեպի կրթություն։ Եթե ես ուզում եմ մի բնակավարում, Գագիկ ջան, հաջողության հասնեմ, բնականաբար է ես պետք է գնամ մի քիչ մեր մոտ հլը չի հասել դա, պետք է գնամ վերապատրաստման, ինչ է դա նշանակում։ Եթե կլասիֆիկացիա բառը չեմ կարող ասեմ հայերեն երևի չգիտեմ ոնց, որ ավելի մասնագիտանամ ես իմ աշխատանքի մեջ ու դա բռնած միջև դատախազից ուսուցչուց միջև խանութպանը կարող է մասնագիտանա իր ու ինչքան դրա պահանջը դա էլ են աշխատատեղեր դու պատկերացնում ես մեկը բացում է բանը կոչվում է ֆորմացիոն այսինքն դասընթացների ես գնում վճարովի դասընթացների գնում ես ու դու դառնում ես մասնագետ ու ներդրումների հետ վերաբերյալ սենց ասեմ ինչքան վատանում են մեր հարաբերությունները հարևան երկրի հետ, որը որ իհարկե չի ուզի հարևան ասելով բանի հյուսիսային հարևանի իմացեք դե բնական է մենք բոլորս է գիտենք հեսա կսկսի կոնյակի որակը վատանալ պամիդորը կպդի ծիրանը չի հասնի ու դա ինչ է նշանակում այդ ինչ եք մտածում այս պայմանագրերը կապելու ժամանակ այդ թեմաները չի խոսացվել բնական է խոսացվել է այսինքն ասվել է մեր կողմից հաստատ դա համոզված եմ բայց ես լավ որ մենք այս պայմանագիրը կապում ենք ինչ գառանտիաներ ես ունեմ որ վաղը իմ արտադրած եթե դու այսօր գալիս ես ասում ես ես եկել եմ քեզ մեջք կանգնեմ լավ է սարե բարի գալուս բայց ինձ մեջք կանգնելու համար ինձ մի քիչ գառանտիաներ է պետք իմ գառանտիաները այնա որ դու քո կողմից քո ապրանքի որակը լավացրու ես էլ քեզ ճանապարհները ցույց կտամ որտեղ իրացնես այսինքն կոչ եմ անում իմ Եվրոպայում բնակվող իմ եղբայրներին քույրերին իմ հարազատներին որ հիմիկվանից մի քիչ տնես չտնի ուտոպիա թվա կարող եք տարածքներ արդեն ման գալ ու ջուր չեմ ասում միանգամից մի հատ բան հիպերմարկետ բացեք փոքր խանութների տարածքներ, որովհետև հաստատ մոտ ապագայում մեր արտադրանքները արդեն Եվրոպայում ոչ թե գնալու են ինչ որ ասենք անհատները հիմա որ կարողանում են ասենք մի 10 ящик պահածո կամ ասենք մի 5 արկղ խմիչք, այլ արդեն պետական մասշտաբներով ու 500 միլիոն զանոց շուկան ու ավելի վճարունակ Գագիկ ջան չենք կարող համեմատել 150 չկա, կեսին արդեն սպանեցին գնացին, մի 100 միլիոնանոց շուկայի հետ, որի մենակ երկու քաղաք կարան իրանց, 2-3 քաղաք, սենց ասեմ, որ իրանց կարող են թույլ տան, որ մեր ապրանքները գնեն։ Պատկերացնում ես, չասենք եռապատիկ, ու դրան էլ ավելացնենք միջին արևելքը, նույնիսկ ասենք արաբական երկրները, այո։ Կներես ընդհատում եմ, ես մի բաներ ասեմ, ուշադրություն եմ դարձրել, որ Ռուսաստանը այսօր Հայաստանում բավականին հաջող առևտուր է իրականացնում։ Հայկական սուպերմարկետներում, գրեթե բոլոր սուպերմարկետներում ռուսական հրուշակեղեն, մակարոնեղեն, կաթնամթերք, խմիչքներ, ընդ որում տասնյակ տեսականիով Այնպես չի, որ այսօր ռուսները ասենք միայն մեր ապրանքն են առնում ու Ես դրա պատասխանը ունեմ, Գագիկ ջան։ Իրանց ամենասիրած գործիքը ո՞րն է ռուսների։ Աշխատանքային կացինը, չէ։ Հա, բանը։ Իրանց սիրում են կացինով իրանց ոտին խփել, Գագիկ ջան։ Ես ասենց ասեմ, որ ատելությունը մարդու շատ է, մարդը ատելությունից կուրանում է։ Հասկանում ես, դա հենց բնորոշում է ազգագիտես, ինչ է մտածում, ասում է տենց ասած երկար չպատմեմ, որ ոսկե ձկնիկին ասում է ինչ ես ուզում, ասում է ինչ որ ինձ տաս, երկու անգամ, ասում է ինչ որ ինձ տալիս ես, երկու անգամ հարևանից տաս, ասում է ինչ ես ուզում, ասում է աշկս անի, ասինքն որ հարևանները երկու աշկը հելնի հիմա սրանք կուրությունից հասկանում ես արդեն ատելությունից այն աստիճանի են կուրացել որ արդեն չեն մտածում որ իրանք էլ ստեղ շուկա ունեն բա իհարկե ունեն Գագիկ ջան մեր ոնց մենք մեծացել ենք սովետական միությունում մենք երշիկից բռնացան միջև հիմա որ ստե ես գնում եմ գերման բանը ասենք լեհական երշիկը առնում եմ անկախ քեզանից sense ասամ հələ կեր նայ ռուսական
ռուսական են դոկտորսկիի նման է։ Ինչ եմ ուզում ասեմ, մնացել է, բա մենք սովոր ենք դրանք, ռուսական նրբերշիկ, Ռուսաստանի, չգիտեմ, սմետանը, ես ինչը։ Հա, Հայաստանում իրանք վաճառում են թե նշածս ապրանքները, Հայաստանում իրենք դոլարի տեսքով գազ են վաճառում, իրենց այդ երկաթուղին ինչ որ փող աշխատ, չէ որ այդ գումարները Ռուսաստան են գնում, ստեղ մեծ հարց է։ Արդյոք այդքան Աստվածաշանի, եթե ինչ-որ խնդիրներ առաջանա, այդքան մենք կտուժենք, քան հենց ինքը Ռուսաստանը։ Հաստատ, Գագի ջան, հաստատ ես մի քիչ, շատ քիչ հասկանում եմ, չեմ մասնագետ չեմ, բայց հաստատ իրանք ավելի շատ են կորցնելու, քան մենք, Գագի ջան, հաստատ։ Գիտես մենակ ինչն է ապացուցում դա։ Ով ավելի շատ հիմա ներվատրով ներվայնացած, Հայաստանը թե Ռուսաստանը։ Դա բնական արդեն պարզ չի, եթե դու մի բանում, այդ ասացվածքը լավն է, մորս հոգին լուսավորի, ասում է, ինադարա էլերին, հետույքը տուր գելերին։ Հիմա դրանք ինադ են ընգեմ մեզ ինադ ընգնելով, իրանց չէ, հենց իրանց ժողովրդին, ամեն ձևի, ամեն, յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր վարկյան, այդ ճանապարհ գտնելու էլի նախընտրական ժամանակները չեմ ուզում կոտորվավ է ժողովուրդը այս մարդը ասելով եկեք ինչքան մենք ինչքան լավ լինենք իր բոլորով իրար հետ այնքան բոլորիս համար լավ է ինչի օրինակ մի ասենց հասարակ բան ասեմ Գագիկ ջան եթե դու երկու հարևանի հետ լավ ես կարաս երրորդի համար որը որ այդ երկուսի հետ վատա բարեխոս ես չէ ասես տղեկ ջան հələ եկեք մի հատ կարգին լավ բաներ էլ ունի էլի եկեք մի հատ մենակ վատը տենց աշկները բայց որ դու կատեգորիկ չես ուզում դու քեզ բոլորից բարձր ես դասում մարդկային ամեն բոլոր գործոնները вообще ընդհանրապես վերացրել ես բնական է ես էլի վերադառնում եմ էլի միշտ մեկին ասում եմ մի հատ աշխարհում երկիր ասեք որ սիրում է այդ երկիրը մի հատ պետություն ասեք կամ վախենում են կամ ատում են Գագիկ ջան գոյություն չունի Սիրով դուք երեք Մակրոնի աշկերի մեջ նայում եք Գագիկ ջան տեսնում եք մարդը աշխարհի որ երրորդ ինքը լիդերը կլինի հնգյակի մեջ կա բան հեքիաթներ չպատմեմ էլի չասեմ երկրորդ առաջին որ մարդը հինգյակի մեջ կա քանի պետություն գնացած կլինի Մակրոնը իր ինչ ինքը ղեկավար է ու որտեղ է 25-ից ավել գնացած կլինի հաստատ Դուք իր շնորհ իր զգացմունքը իր մարդը այսօր արդեն մեմեր են, չէ՞։ Մեմեր են դուրս գալիս։ Նայում ես, դե ասենք, չասենք, բան չլինի, մեմեր են։ Այդ ինձ այսօր ես լուրջ եմ ասում, հեռախոսովս կարամ ցույց տամ։ Ինձ մեմո ուղարկել է հայերեն գրած իսպանացին այսօր։ Ավելի ճիշտ արգենտինացի Իսպանիայում մեծացած։ Ուղարկել է ուշքը գնացել, ասում, ասես բան մենակ դուք հայերդ կարաք մտածեք ասում է, տենց ընդունելություն մենակ Հայաստանը կարանի, հետո մի բան էլ ասեմ, զակուլիսը մենք հլը չգիտենք, դու պատկերացնում ես Գագիկ ջան, դե մենք միշտ ասում եմ ես, կրեատիվ ազգ ենք, էլի, դու պատկերացնում ես այդ մարդիկ որտեղ որ հաց են կերել, մեր ռեստորանները, դու պատկերացնում ես Գագիկ ինչեր արած կլնեն, էլի, ասենք դրանց, ասենք աշխարհը մանեկած ղեկավարներ են, բայց ինչ սեղաններ գցած կլնեն, էլի, մեր հայեր ասենք, ինչ ձևի Ինչ որակի կլինի, որակը, հյուրասիրությունը, համը, այդ ամեն ինչը էլի եմ ասում, կրկնեմ, ինչից որ սկսեցինք հաղորդումը, այն որ ասում է, չես հասցնում մի բանին ծապ տաս, արդեն մյուսն է գալի հետևից, մեկը մեկի հետևից, ես իմ շատ գովաբանելու, ընդ որում Գրիգոր ջան, Ռուսների արձագանքը լրիվ կանխատեսելի էր ռուսական կողմի, էլի ես ոչինչ չունեմ ասելու, ոչ ռուս ժողովրդին, ոչ ռուսական մշակույթին, մենք բոլորս այդ Դե Գագիկ ջան, քո այդ ասացի ապացույցը, որ ասում ես ոչ մի բան կոնկրետ ես չունեմ ռուս ժողովրդի դեմ, ռուս ժողովրդի, որ Հայաստան գալն է։ Ես հենց այդ էի ուզում ասել։ Դե նույն բանն է, տես նույն բանն ենք մտածում 6000 կիլոմետր իրարից հեռու։ Ասում ես քաղաքի կենտրոնում ու մի պահ քեզ որսում ես այն մտքով, որ բայց ախր ստեղ ավելի շատ արտասահմանցի կա, ընդ որում
ճնշող մեծամասնությունները ռուսներ, բայց այլ երկրներից էլ են լիքը, Այո։ քան հայ։ Այսինքն եթե ուզենաս դու հայերենը ինչ որ մեկից մի բան հարցնես, պետքա ման գաս, ասենք 100 հոգու մեջ, երկու հոգու գտնես հարց տաս։ Ովքեր են ամենաուժեղ այսօր բլոգերները Հայաստանի գովաբանող։ Հենց ռուսները։ Ուզում ես այս ժամանակ գտնեմ, նստեմ սենց հաթ անեմ հարաբերականով, առաջին տեղը Հայաստանը գովաբանող որպես ազգ ռուսներն են դրանք։ Հա։ Որովհետև դե հիմա ասենց ասեմ, նույնիսկ այն աստիճան, ասենք, այնց գովաբանությունները մեկ-մեկ լսում, որ իրոք լբենու ասում է կուրսկը լսվում է։ Մեկ-մեկ վախենալու է լա, չէ։ Ասպես չափը, ասպես ես որտեղ ա ուզում, չէ՞, մեզ մի վատություն անի, որ ես աստիճանի, ուրիշ մի հատ ուրիշ թեմայի մասին կուզենայի խոսեի Գագիկ ջան, այդ պայմանագրերը որ կապվում են, ասենք, եթե ուշադրություն դարձրեցինք, շատ խոսքը գնում է ռազմավարության հետ, չէ՞, ասենք, գիտեք ոնց այն աստիճանի ենք այսօր, որ մի քիչ բանը լենտան հետ տանք, կասետը ոնց որ ասում են, սրանից ընդամենը մի տարի առաջ առավոտից իրիկուն զարթնում ենք, մեր թեման խաղաղությունն ու զենքն էր, չէ՞, ասենք, երբ ենք, հիմա դու պատկերացնում ես, դա անգել հետո մի բան ասենք, ջրի հեսա ես մի բան էի նշել, որ խոսանք, հիմա դու պատկերացնում ես, Գագիկ ջան, մենք ընենց պայմանագրեր ա կապվում, այն աստիճանի, այդ ասենք կապված բանակի հետ, սենց ասեմ, որ այդ թեմայով էլ չենք էլ խոսում, դա գիտես, չէ՞ ինչ ա նշանակում, որ ասենք մենք բոլոր ներքուստ ժողովուրդը արդեն համակերպվել է դրա հետ, որ մեր բանակը ճիշտ ճանապարհի վրա գնում է արդեն, որովհետև մարտարարածը գիտես չէ ոնց է, ինչը որ արդեն Իրանն է գրպանում է, ինքը թեմայով էլ չի խոսում։ Միշտ մարդը խոսում է այն նրա համար, որը իրան անհասանելի է։ Հիմա այդ թեման չի շոշափվում, հիմա նայ ինչ է, տեսա բացումը ջրով սկսվեց, չէ՞, ջրի մասին։ Ու ամբողջ բանը կարմիր թելի նման գներ։ Այո, ամբողջ թեման ինչ եմ ուզում ասեմ, տեղը նստած չի, ահավոր աշխատանք է գնում Գագիկ ջան, ահավոր, բոլոր բնակավարներում, բոլոր, այսօրվա թեման այն չի, որ մի քիչ խոսանք, ասենք ներսում ինչ է կատարվում, խոսանք թեման այնա, որ դրսում ինչ է կատարվում դեպի։ Այսօր մի հատ բան դու էլ նկատած կլնես, մի հատ վիդեո են ռուսները բան արել, որ արցախցի մի հատ կնոջ բան են, անձնագիր են տալի, ծաղիկներով ինքն էլ պատմում է, ասում է մեր աղջիկը, ասում է երազանքներ, որ իմ մամայից երազանքներ, որ մենք ռուսական քաղաքացիություն ստանանք, դե տակը բնական է, սկսենք, հիմա ասենք տարբեր ձևի բան, ես գիտես դրան ոնց եմ նայում, Գագիկ ջան, մարդը ազատ է իր ընտրության մեջ, եթե մի մարդ ինքը իր ռուսամետ է եղել իր ամբողջ կյանքում, դու ոնց ես նայում, ավելի լավ չի այդ մարդը գնա ընդեղ ապրի իր համար, որովհետև ինքը Գագիկ ջան, Հայաստանում գիտես ինչ ալնելու, կանսերագեն ոնց ասեմ, քաղցկեղ առաջացնելու այդ բաներից մեկն ալնելու, որովհետև ինքը ոչ մի բանով, այդ մարդուն չի կարելի մեղադրել, ինքը հատում է Հայաստանը, հասկանում ես Գագիկ ջան ինչ եմ ուզում ասեմ, այդ մարդու երազանքն է գնա ընդեղ ապրի, բարով գնա ավելի այդ հիվանդությունը, որ տարածում են, ասենք, մեր Հայաստանի մեջ, որ գիտես ոնց, որ ինչի սենց արեցիք, ոչ մեկ, քո, եթե դու ինչ-որ մի բանում անհաջողություն ես ունենում, եթե ուզում ես, որ չկրկնվի դա Գագիկ ջան, առաջին հերթին դու պիտի մտածես, ասես, որտեղ էր իմ սխալը։ Աշխարհում ամենահեշտ բանը եղբայր, գիտես ինչն է, մեղավոր մանգալը։ Եթե դու մեղավոր ես մանգալից քո հետ մի դեպք է պատահում, այդ դեպքը նորից կրկնվելու է քո հետ։ Բայց եթե դու անալիզ ես անում ու ասում ես, որտեղ եմ ես սայթակել, հələ մտածեմ տենամ որտեղ եմ, դու հաստատ մյուս անգամ եթե այդ վտանգը քեզ գա, դու դրա դեմը կարող ես առնել, համենայն դեպս կպայքարես։ Հիմա այս մարդիկ
Ոչ մի բան չեն արել Գագիկ ջան, իրանց ժամանակին ինչ որ պիտի անեն։ Ինչը որ եկավ հասավ նրան, եկավ հասավ իրանց անգործության պատճառով, ու այսօր ամենահեշտ բանը գիտես ինչն է, որ մեղավոր ման գան։ Որ այս պետք է սրա մեղքով այս ամեն ինչը եղավ։ Բայց տես, բայց այդ մեղավորությունը որտեղ էր, ասա։ Դա էլի օրինաչափությունից դուրս է, որովհետև տասնյակ հազարավոր մեր Արցախցի եղբայրներ, քույրեր եկել են, տնավորվել են։ Իհարկե, քաղաքացիությունը ով ստացել է, ընտիր ապրում է իր համար։ Շատ լավ, շատ գոհ, ընդ որում ես բազմիցս տեսել եմ նաև տեսանյութեր, հենց իրենց մասնակցությամբ, հա, պարզա, որ այդ մարդկանց հետ դժբախտություն է եղել, պարզա, տուն ու տեղ պապենական կորցնելը, հա, ողբերգություն է, բայց այդ իհարկե, հորը գերեզմանի չես կարա գնաս, բա իհարկե, բայց իրենք չեն կոտրվում, այ հայի գենը իրականում հենց այդտեղ է։ Նույնը այն հայի, որը որ այսօր Ռուսաստանում է, ես տենց բազմաթիվ հայերի հետ եմ շփվել, որը օրեր է հաշվում, որ իր բիզնեսը տեղափոխի Հայաստան։ Տեղափոխի ստա։ Ես անձամբ ճանաչում եմ մեծ, շատ մեծ կարիք, մեծ փողերի տեր մարդ, որ բոլորը թողեց ամեն ինչ վաճառեց արդեն Հայաստանում է։ Անունը չեմ տա, ինքը շատ ահավոր մեծ գործեր է անում ու ինկոգնիտո, էդ էլ ասեմ, ոչ միտեղ չի ուզում իր անունը դուրս գալ, ընենց բիզնեսները, ասենք, նույնիսկ սենց ասեմ, իջև նավթամթերքների հետ կապված, էլի, ասենք, պետրոլիոմետր, այդպես բաների, թողել է ու եկել է։ Ես միշտ ասում էի, անունը չտամ, գիտես ինչ էի ասում էի, ավելի ապացուցեց ինչ խելացի է, էլի, որովհետև ով իշքան շուտ այդ քայլը անի, ով իշքան շուտ այդ քայլերը անի, այնքան շահելու է։ Իշքան ուշանան, այնքան շատ կորցնելու են։ Ես տենց բազմաթիվ նաև մարդկանցից գիտեմ, որ այդ տենդենսը կա նաև ոչ միայն Ռուսաստանում, այդ տենդենսը կա նաև Եվրոպայում, կա Միացյալ Նահանգներում, եթե չեն գալիս հիմնական, ապա ինչ-որ մաս տեղափոխում են Հայաստան, որովհետև տեսնում են։ Վաղը դու հենց հիմա այդ տեսակից մեկի հետ զրուցում ես, Գարիկ ջան։ Հենց եւ հորդորում եմ։ Եվ հորդորում ես, գիտես ինչ, ասում էր ողորմած աներս բառը քանի բերանումը տա քո գերինա, բառը բերանից հետելավ դու ես իրա գերին։ Ես մի օրինակ բերեմ, Գրիգոր։ Ես մի Հայաստանի տենց գեղատեսիլ վայրում տենց տարածք ունեմ, որը վերջապես որոշել եմ 20 տարի հետո մշակել եւ այլն, ու գիտես ինչն է հետաքրքիր, այդ գյուղում դա գյուղ է, որը ունի ամառանոցային հատված, էլի։ Այդ գյուղում առաջ, որտեղ մատը դնեիր, կվաճառեին։ Որտեղ մատը հիմա ոչ ոք չի վաճառում։ Հիմա ոչ թե չի վաճառվում, գոյություն չունի եւ արժեքը 50-ապատիկ բարձրացել է։ Նույնիսկ ասեմ ինչա կատարվում, հարևանը հարևանի հողն է ուզում առնի։ Հա, հենց այդպես, բառացիորեն, հենց այդպես։ Ես ասեցի մի գյուղի մասին, կան ավելի հետաքրքիր տարածքներ, գյուղեր, բնակավայրեր, որտեղ բազմաթիվ հնարավորություններ կա։ Այսօր Հայաստանում երևի ցանկացած տեղ հյուրատուն կառուցես, վաղը մյուս օր, այսպես ասած, տուրիստներից չես իմանա ինչ անես։ Մի թեթև անձնական բան ասեմ, իմ ունկնդիներից մեկը բանը, եղբայրս Ամերիկայում է, հիմա բան ենք որոշել, որ պետք է պապական երկար որ չասեմ, հող կա էլի, հիմա պետք է գանք տեղ կանգնենք, տես մի բան անենք, հիմա որ լսի ինձ, ավելի է ուրախանալու, որովհետև արդեն գիտես ոնց, արդեն հազարավորների դեմ եմ խոսք տալիս, էլի, ուզած պիտի վերադառնանք հայրենիք։ Ինքը ասում է, ես ավելի հեռու եմ, իմ ավելի դժվար է, որ առաջինը դու ես անում, բնական է, բա հետ պետք է գանք։ Գագիկ ջան, ես քեզ պարզ ասեմ, այսքան տարվա մեջ ինչ ունեմ, չունեմ, ստեղ դրել եմ, չեմ դրել, դե բնական է, չեմ տա Շունուշանգյանին, երեխեք ունեմ ստեղ, մեծացած ամենի, բայց անխոս եմ ասում, անխոս, օրերն եմ հաշվում, նպատակս երբ եմ կարողանալու գամ, հիմնավորվեմ մտեղ, երբ եմ կարողանալու գամ։ Մենք արդեն համարյա սպառում ենք մեր եթերաժամը, մի օրինակ էլ բերեմ, թերևս երևի դրանով էլ ավարտենք,
ինչքան Մեծ Բրիտանիայից մարդիկ են ընտանիքներ այսօր գալիս Իսպանիայում հողեր առնում։ Չէ՞։ Դե հիմա ասեմ Մայորկան, ասենք, Մայորկան կարելի ասել, այնտեղ կարող ես անգլերեն ու իսպաներեն չխոսաս, անգլերեն ու գերմաներեն խոսաս, ու դե հարավնել այդ Ալիկանտե, ասենք, ասենց ասեմ, Անդալուսիա կոչվում, այդ մասերը էլ ասելու չի։ Հա, եւ հիմա նույն բանը արդեն կատարվում է։ Ինչի մենք նույն բանը չանենք, բա իհարկե, հələ նրանք անում են օտար ազգի հողում, բա մենք ինչի չանենք մեր ազգի, մեր պապական, մեր ամեն մեկս դրսի ապրողները հաստատ մի կտոր հող ունենք պապական։ Գագիկ ջան, այսօր տուրիզմը գիտես ինչ անելու։ Հայաստանի տարածքը շատ փոքր է, տուրիզմը խեղդել գիտես ինչ անելու։ Ով իր տան մեջ մի հատ սենյակ ունեցավ, հաստատ 100% ասում եմ կառավարչով տա։ Օրինակ եմ, էլի օրինակ եմ։ Դե պատկերացրա այդ գյուղերում որ տես տներ բանանես սարքվի հյուրատուն են, չէ՞ ասում, հյուրատները։ Իմիջիայլոց վարչապետի դուրը շատ է գալի, չէ՞, հյուրատները, թեվա հենց գնում է, մի անգամից մի հատ մտնում հելնում է, չէ՞, տես տեղեր ասում։ Ահա, դե բնական է, ոնց դուրը չի գա, դա տուրիզմն էլ էլի ինչ որ մի հատ նշանա, որ ներկայացնում է քո երկիրը։ Ու ես միջև այսօր ոչ մի իսպանացի չեմ ճանաչում, որ Հայաստան գնացել հետ եկել է, ես առաջի հարցս գիտես ինչն է, ասում եմ ինձ պետք է ասես ինչը դուրդ չի եկել, ինձ մի ասա ինչն է դուրդ եկել, ես ուզում եմ իմանամ ինչը դուրդ չի եկել, 90%-ը, որ իմ համար դա իրոք մահա լրիվ, 90%-ը խոսում են ավտոյի այդ մեքենակ վարելու այդ բանը, կուլտուրայից, կուլտուրան, պետք է ահավոր է Գագիկ ջան, պետք է որ դու էլ եղբայր բոլորս այդ մի հատ ահավոր Գագիկ ջան, ահավոր կարևոր թեմա է դա, էլի։ Ես օրինակ հենց հիմա իմ երկու աղջիկներս Երևանում են, հենց հիմա։ Ես ասել եմ, չլնեմ, չիմանամ մեքենայի ռուլին, ղեկին նստեք հանգարց։ Կամիկաձեներ, կպտի կամիկաձերն ես Երևանում, Երևանում չէ, Հայաստանում։ Այդ կուլտուրան, դրա դեմ մեծ պայքար է, պետք հուսով եմ դե բնական է, արվում է աշխատանք դրա համար, էլի։ Ես ասում եմ, նայ դրսից, ես խոսում եմ ոչ թե իմ անունից, ես խոսում եմ իմ ծանոթների, իմ ընկերների, ովքեր Հայաստան, դե իմ Իսպանիայից էլ Գագիկ ջան, ահագին գալի գնում են, էլի, շատ, այն օրը նույնիսկ իմացա մեկը, ասենք ատամների պահով էր եկել գնացել երկու անգամ մի ամսով, այդ բանը, մեքենայի բանն է, տրաֆիկը, այդ մեքենա վարելը, մեքենա վարելու խնդիրն է, եղբայր, բայց շնորհակալություն մենք հաջորդ շաբաթ արդեն կհանդիպենք, հնարավոր է նաև ես հենց եթերում եմ ասում շաբաթը 2 հաղորդում անենք, եթե դու ժամանակ կգտնես, դու էլ մտածի ու շնորհակալություն եմ ասում։ Հիմա դրա պատասխանը չեմ տա, Գագիկ ջան, բայց հնարավոր ամեն ինչ կանեմ, շնորհակալություն եմ ես հայտնում իմ հայրենակիցներից, մեր կրկին անգամ Եվրոպայից, ամբողջ Եվրոպայից, որ իմ պապական, իմ հարազատ, իմ հայոց աշխարհը ուշադրության կենտրոն դարձրեցի եւ ճանաչելի սարքեցին բոլոր աշխարհի բոլոր ծայրերում։ Շնորհակալություն Գագիկ ջան։ Այսքանը այսօր հիշեցնեմ, որ Երևան-Մադրիդ ձևաչափով զրուցում էին Գրիգոր Գրիգորյանն հետ, ամենայն բարիք ձեզ։